Ողջույն սիրելի քրիստոնյա ժողովուրդ, Տերը օրհնա բոլորիդ։ Մատթեոս 5-րդ գլուխ 13-րդ խոսքում Հիսուս Քրիստոսը քեզ եւ ինձ ասում է. դուք երկրի աղն եք։ Եթե աղն անամանա, ինչով կաղանվի, այլ եւս ոչինչի պետք չէ, միայն թե դուրս գծվի եւ մարդկանց ոտնակոխ լինի։ Մենք եթե աղ ենք, մեր աղը մեր համը չկորցնենք։ Աղը իր համը թող չկորցնա, պահա քո համը։ Դուք աշխարհի լույսն եք, մի քաղաք, որ կենում է սարի վրա, կարող չի թաքնվել, եւ ճրակը չեն վառել եւ դնել գրվանի տակ, այլ ճրակակալի վրա, որ նա լույսը կտա ամենին, որ տան մեջ են։ Այսպես է ձեր լույսը լուսավոր է մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնելով փառավոր են ձեր հորը, որ երկնքում է։ Աստծո լույսը, Աստծո փառքը, որ մեր մեջն է, ժողովուրդ ջան, չթաքցնենք, չմարեցնենք, չխավարեցնենք մեր մարմնավոր ապրելով եւ ոչ էլ այն համը Քրիստոսն է, աղը Քրիստոսն է մեր սրտի մեջ, լույսը Քրիստոսն է մեր սրտի մեջ, ոչ թե մենք ենք այդպես լավ աղու լույս, այլ Քրիստոսն է մեր սրտում բնակվող աղը եւ լույսը ինքն է համ տալիս մեր կյանքին եւ մեր միջոցով էլ աշխարհին, իր միջոցով էլ մենք ենք աշխարհը լուսավորում եւ համ տալիս այս աշխարհին։ Այս խավար ու չար անհամ աշխարհի մեջ մենք պետք է լինենք աղ եւ լույս։ Աղն ու լույսը որ պահես, լույսը որ լույս տա, աղն որ իր համը չկորցնա, պետք է մեր մարմնավորը խաչին գամած մենք միշտ ապրենք, տեսնենք որն է վնասում աղին, ինչն է աղին համը կորցնում եւ լույսին մարեցնում։ Ուրեմն հակառակվենք այն ամեն վնասող աղբին, որը փորձում է վնասել լույսին եւ աղին։ Տերը օրհնա ձեզ, օրհնում եմ բոլորիդ Հիսուս Քրիստոսի անունով ու Սուրբ Օգու զորությունով։ Եղեք օրհնված։ Թող Աստծո Սուրբ Օգու խաղաղությունը կա ձեզ սրտերի մեջ։ Թող իրականից այսօր Քրիստոսի լույսը, Քրիստոսի ներկայությունը վառվի ձեզ սրտերի մեջ, աղ եւ լույս լինեք եւ կարողանաք ապրեք եւ ցույց տաք այս աշխարհի մեջ Քրիստոսին։ Թող լինի բժշկություն ամեն հիվանդի կյանքի մեջ Հիսուսյանով։ Բժշկություն եմ խոսում ամեն հիվանդի կյանքի մեջ։ Սուրբ Օգին իր մխիթարի ջոկով թող ձեզ սրտերը մխիթարա ամեն դժվարությունների մեջ, ամեն բարդությունների մեջ Սուրբ Օգու ներկայություն ձեզ առաջնորդա Աստծո Սուրբ կրակը եւ ամպիսյունը ձեզ առաջնորդ լինի իր Սուրբ